Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք, լսեցինք երաժշտություն, հիմա ժամանակն է զրույցի բռնվելու, խոսելու ենք թատրոնից, խոսելու ենք նոր ներկայացումից, բեմադրիչ Դավիթ Խալաթյանի, դերասաններ Նելի Խաչատրյանի եւ Պաշ Ամիրխանյանի հետ է լինելու մեր զրույցը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար լուսավոր լավ մարդիկ։ Ինչպե՞ս եք։ Ասենք մեր հեռուստադիտողին, որ հունիսի 19-ին ժամը 10:00-ին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում բեմ կբարձրանա Wine House ներկայացումը։ Նախ ներկայացման մասին, հետո ինչու այդքան ուշ։ Ամեն բան սկսվեց այն կետից, երբ սկզբում ներկայացումը դիպլոմային աշխատանք էր որպես պարոն Շավերդյանը ինձ հրավիրեց իր արվեստանոցում աշխատելու որպես դիպլոմային աշխատանքի ղեկավար եւ սկսեցինք ներկայացման աշխատանքները։ Ասեմ, որ պիեսի հեղինակը Սառան Ալբանդյանն է եւ սկսվեց հետաքրքիր process շատ բոլորիս համար, որովհետեւ այստեղ կան դոկումենտալ տարեր Wine House-ի մասին եւ բազում հետաքրքիր պրպտումների մեջ ենք ընկել, շատ տարբեր տեղեր ենք գնացել, շատ տարբեր բաներ ենք փորձել եւ վերջում ստացել ենք կամերային ներկայացում, մեր ներկայացումը 30 հոգու համար է նախատեսված, խաղալու ենք Ստանիսլավսկու թատրոնի բեմի ներքևի հատվածում, մեր առաստաղը բեմի հատակն է, պտտվող, շատ մոտիկ հեռավորության վրա են խաղում դերասանները, որը որ հետո իրենք խոսեն դրա մասին։ Իսկ ինչու գիշերը 10-ին։ Երեկոյան ներկայացում է ավելի շատ։ Նաև փաստագրական դրվագները Wine House-ի հետ կապված, այսինքն ինչ փաստագրական։ Տեսեք, այստեղ կան դոկումենտալ տարեր Amy Winehouse-ի հետ կապված, այստեղ առաջացել է շատ վաղուց իմ մոտ սեր կար նրա նկատմամբ եւ երբ հանդիպեցի դերասաններին եւ քննարկումներ ունեցանք, պարզվեց, որ բոլորն են շատ սիրել եւ շատ փոքր ազգից են սիրել։ Մեր խմբում շատ տաղանդավոր մարդիկ կան, ովքեր երգում են, ովքեր նվագում են, ովքեր խաղում են եւ որոշեցինք հենց այս թեման վերցնել եւ խոսել սիրո մասին, սիրո տարբեր դրսևորումների մասին։ Մենք շատ հաճախ ասում ենք, որ սերը փրկում է աշխարհը եւ ամեն բան կարող է դեպի լավ կետ տանել, բայց այստեղ կարող ենք տեսնել։ Բայց այնքան էլ այդպես չէ, չէ գալու, այո։ Չարել, փաստորեն, որովհետեւ այո, տարակուսանք է առաջացնում վերնագիրը եւ այն թե ինչի մասին է ներկայացումը։ Winehouse, գինետուն, գինուտուն, ինչպես նաև Amy Winehouse, այդ համադրումը շատ հետաքրքիր է, ինձ թվում է գալուց կհասկանան ինչու է համադրությունը, բայց ես կուզեմ նաև ամենքը ձեր կերպարներից խոսել եւ կուզեմ հասկանալ երգչուհու կյանքի, չեմ ուզենա ամբողջությամբ բացել, բայց հատկապես որ դրվագներն է, որ կա կերպարների կյանքում։ Այստեղ եթե շատ կարմիր թելը վերցնենք ներկայացման, սիրո դրսևորումների մասին է խոսքը եւ իհարկե հանճարի մասին է կոնֆլիկտների տարբեր եւ մամուլի հետ կապված եւ սիրո հետ կապված եւ շատ տարբեր դրսևորումների մասին։ Իրեն չհասկանալու հետ կապված։ Այո։ Ձեր կերպարների մասին մի փոքր խոսեք։ Շեշտը նաև կասեմ, որ դրել ենք իր երկու կախվածությունների։ Նելին գլխավոր հերոսուհին։ Նելին բացեց գաղտնիքը, կախվածությունների թեմա։ Այո, կախվածությունների թեմա եւ նաև սիրո թեման, ինչպես մեր ռեժիսորը նշեց։ Փորձել ենք ստանալ իր տարբեր ժամանակաշրջանները կարելի ասել, իհարկե փակագծերը չեմ ուզենա բացել, բայց իմ կերպարի հետ կապված հիմնականում Էմիին կարող են տեսնել ավելի ընկճված, ավելի իրական դեմքով, որը որ երբեք նա ցույց չի տվել իրական կյանքում։ Փոքր հավելում անեմ, այստեղ մեր գլխավոր կերպարները բոլորն են։ Այո, ինչպես հասկացա, նաև որոշակի ինտերակտիվություն ունի ներկայացումը, այդ մասին նաև դուք խոսեք, համ էլ ձեր կերպարից խոսեք։ Նախ եւ առաջ ինտերակտիվությունը բխում է տարածքից եւ հանդիսատեսի բավականին մեծ մոտ լինելու հանգամանքից, որը չէր կարող լինել առանց ինտերակտիվ մասի, որ եւ շատ հետաքրքիր է, որ հանդիսատեսը այդչափ մոտ է նստած մեզ եւ նաեւ շատ պարտավորեցնող եւ մի տեսակ լարում մտցնող, բայց այն հանգամանքը, որ հետաքրքիր է, դա ամեն ինչ ծածկում է եւ երևի սկզբի մի քանի րոպեն է, որ լարվածություն կա, հետո արդեն նրանք էլ դառնում են Էմի ընկերները կամ Բլեյքի ընկերները։ Իսկ թե ով է Բլեյքը, որին ես մարմնավորում եմ, Էմի
ընկերը եւ այն մարդը, որի պատճառով կործանվեց Էմին, լավ շատ փակագծեր չբացենք։ Ես որպես այդպեսին մարմնավորում եմ 3 կերպար, առաջինը լրագրողն է, ով հարցազրույցը վերցնում Էմիից։ Գործընկերն է, դե։ Այո, երկրորդը Բլեյքը եւ երրորդը Բարմեն, տեսաններից մեկում։ Այսպեսի հարց ունեմ առայն, որ սովորաբար երբ նման թեմաների են անդրադառնում, կարող է դառնալ ռոպագանդա եւ կարող է լինել վախեցնող, սթափեցնող։ Այդ գիծը ինչպես եք պահել, որպիսի ձեր կերպարներն ու ձեր ներկայացումը ոչ թե որպես ռոպագանդա դիտարկվի, այլ որպես կարմիր գիծ, որը չի կարելի անցնել։ Եթե այնտեղ ունենք վախը սկզբում, որ չդիտվի հանկարծ որևէ դեպքում սա ռոպագանդա եւ երբ որ արդեն մի անգամ խաղացինք եւ հանդիսատես եկավ, գրեթե բոլորը նշեցին, որ այստեղ անհնար է դիտարկել որպես ռոպագանդա, որովհետեւ հստակ ցուցադրվում է այն ամենը, ինչին մարդուն կարող է հասցնել եւ ինչպես կարելի է խուսափել այդ ամենից։ Իսկ հանդիսատեսը կիսեց այն ողջավորությունը, այն սերը, որը դուք ունեք, որովհետև չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց Էմին այն երգչուհիներից է, որ գուցե հատկապես Հայաստանում չի վայելել այդ մեծ հռչակ սերը, ինչպես աշխարհի գուցե մյուս երկրներում։ Իրականում ես մի քիչ համաձայն չեմ դրա հետ, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ անում ենք ներկայացում Էմիի մասին, չի եղել մի մարդ, որ ասի դա ով է, since բոլորը ճանաչում էին, բայց նրա կերպարը թե ինչից հեռացավ կյանքից, ինչպես էր ապրում, շատ հակասական։ Դե նման մասնորեն չեն իմացել եւ կան եղել են նաեւ մարդիկ, ովքեր իմացել են ու ասել են իրոք ամեն ինչ շատ ճիշտ է ներկայացրել առանց որևէ չափազանցության եւ բավականին երկրպագուներ ունի Էմին։ Դուք բացահայտեցիք։ Իսկ Նելի համար դժվար էր մարմնավորել, հետաքրքիր է։ Իսկապես բարդ կերպար է եւ որպես կին, երբ արտիստ։ Այո, բավական բարդ է եղել, բայց երբ որ իմացա աշխատանքի մասին, ողջավորությունս շատ մեծ է եղել ու այդ բարդությունները փորձել եմ հաղթահարել թե իմ ընկերների հետ, թե մեր ռեժիսորի հետ ու կարծում եմ ստացել եմ այն, ինչ որ ինձնից պահանջվում է։ Նելի ձայնի մեջ կան անգամ նմանություն, հետաքրքիր երգում եք Նելի։ Ոչ, չէ, բայց շատ այդ խրպոտ հիշեցնում է մին, որ բնական ձայնն է։ Ոչինչ չեմ արել։ Երաժշտական զուգահեռներ եւ շարունակեք, ինձ թվաց ես ընտրեցի։ Չէ, ես ավարտեցի հատվածը։ Երաժշտական ուղեկցում է երկին երաժշտությամբ։ Չեմ ուզում շատ բացել փակագծերը ասելով թե հստակ որ երկերը ինչ կամ իրենը թե ոչ, բայց ուզում եմ ասել, որ կենթանի երկեցողություն ունենք ընթացքում, նվագակցում ունենք ընթացքում եւ շատ ովքեր են երգում, ովքեր են նվագակցում։ Նվագում են եւ երգում են միմիայն մեր դերասանները, իսկապես շատ տաղանդավոր թիմ է այստեղ կանգնած, 9 հոգի ենք, 7 Էմիներ եւ 2 տղա, Բլեյքը եւ Բլեյքը։ Եվ այստեղ մենք ունենք շատ հետաքրքիր անձնավորություններ, ովքեր եւ շատ տեմբրով են մոտ Էմին կհիշեցնեն եւ շատ տաղանդավոր մարդիկ են, ովքեր բեմ իսկապես զարմացրել են հանդիսատեսին։ Իսկ ասեք, երբ որ գաղափարը եկավ ու սկսեցիք աշխատել, ամենասկզբում, երբ որ մտածեցիք ներկայացում, ինչն էր այն ճակերտավոր վախերը, որոնք ինչպես արդեն խոսեցինք, բայց ուրիշ վախեր կային, որ իսկ արդյոք պետք է, իսկ արդյոք ոչ թե դերերի հետ կապված, թե ընդհանուր ներկայացման հետ կապված։ Նախ մտածում էինք Էմին ինչպես կընկալվի Հայաստանում, որովհետև կային մարդիկ, ովքեր տեղյակ չէին Էմի Ուայնհաուսի մասին, կային մարդիկ, ովքեր տեղյակ էին, բայց այնուամենայնիվ մտածում էինք, թե արդյոք իր կերպարը որպես այդպեսին Հայաստանում կընկալվի, չի ընկալվի, ռոպագանդայի մասին էինք մտածում, մենք էլ ամեն մեկս մեր առանձին կերպարների մասին, որովհետև էլի եմ ասում, բավական բարդ կնոջ ենք մարմնավորել ու ճիշտ է տարիքային առումով մեզ շատ հեռու չէր Էմին մեզնից, բայց կերպարային իր խառնվածքով եւ ամեն ինչով բավականին հեռու էր մեզնից բոլորիցս ու ամեն մեկս փորձել ենք ստանալ այդ ճիշտ կերպարն ու Էմիին այնպես ինչպես որ նա եղել է։ Իսկ ասեք ներկայացումը ըստ նախնական արդեն արձագանքի հասկացա որ լավ ընդունվել է, ձեզ սիրել են, ինչ որ հետագա ճակատագիր Հայաստանից դուրս ներկայացնելու համար գուցե արդեն պլաններ կան։ Բան ժամանակի հետ
Այս թեման Հայաստանից գուցե ավելի աշխատի, որովհետև նրան աշխարհում շատ են սիրում ու նրա կյանքը շատ քննարկված է։ Շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել ներկայացումից հետո։ Ես մտածում եմ, որ թիրախը բաժանվելու է երկու մասի։ Մարդիկ, ովքեր սիրում են Էմիին եւ կտեսնեն, եւ մարդիկ, ովքեր այդքան էլ ծանոթ չեն արվեստի հետ, բայց այն մարդիկ, ովքեր այդքան էլ ծանոթ չէին, ներկայացումից դուրս գալուց հետո նշեցին, որ պարտադիր ուզում են լսել բոլոր երգերը, ուզում են կարդալ բոլոր պատմությունները նրա հետ կապված եւ այն սերը, որ մենք ունեինք նրա հանդեպ, կարծում եմ տարածել ենք ներկայացման միջոցով։ Խաղացանկային կարող է դառնալ, թե Արդեն իսկ դարձել է, պարոն Շավերդյանը արդեն իսկ դարձրել է ռուսական թատրոնի խաղացանկային ներկայացում, Այսինքն հունիսի 19-ից զատ էլի կլինեն օրեր, որ հանդիսատեսը կարող է գալ եւ դիտել։ իսկ լեզուն հայերենով է լեզուն այս դեպքում հայերենով է, քանի որ շատ քիչ մարդ կտեղավորենք այստեղ։ Իսկ ասեք պահանջարկի դեպքում հնարավոր է մեծ բեմ տանել այս ներկայացումը, թե ինքը սիրում է փոքր իրավիճակ։ Կարծում եմ յուրահատկությունը հենց այդ փոքր տարածքի մեջ է, որովհետև ամեն բան դերասանները աշխատում են այնքան ճշգրտությամբ, ինչքան ֆիլմում են աշխատում եւ ամեն բան շատ այո, եւ շատ իրականին շատ մոտ, ոչ մեծ բեմական լուծումներով։ Իհարկե մենք ունենք շարժման տեսարաններ, որտեղ Տոմ Այրինյանն է աշխատել եւ կարծում եմ շատ հետաքրքիր է ստացվել մեր համագործակցությունը, բայց որպես այդպեսին հենց այդ փոքր տարածքում շատ հետաքրքիր է։ Իսկ ասեք առաջին, երբ որ առաջին անգամ խաղացիք, ոչ թե գլխավոր փորձի մասին, այլ հանդիսատեսով խաղալու, արձագանքներից հետո որևիցե բան թե ձեր խաղերում, թե դուք որպես ռեժիսոր ինչ-որ բան փոխվեց, թե ամեն ինչ նույնն մնաց։ Կատարյալ գծված գնում էր։ Գրեթե ամեն բանն մնացել։ Մի փոքր դետալ կա, որը մտածում ենք շտկելու մասին, մնացածը Իսկ դերասանները ինչ կասեն։ Դե ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կարծիքից հետո ինչ որ բան փոխում ես, եթե դու քո առաջ այսպես բան չես դրել, որ վերջ ես լավն եմ, ես արել եմ ամեն ինչ, ես մաքսիմալ Blake եմ կամ ես մաքսիմալ Emin եմ, յուրաքանչյուր կարծիք հետո օգտագործում ես, որ հաջորդ անգամ իհարկե նայած կարծիքներ, ոչ բոլորը, բայց օգտագործում ես իօքոտ քո կերպարի եւ ամեն դեպքում հետո անկախ կարծիքից կարծում եմ յուրաքանչյուր խաղից հետո ավելի մարսում են, թրծվում են եւ նույնը հնարավոր չէ խաղալ բնականաբար։ Էլի ձեր մշկա ամեն անգամ ինչ որ բան անգամ քո մեջ ես բացահայտում ու փորձում փոխել ինչ որ բաներ։ Շատ լավ։ Ավելացնելու ինչ որ բան ունեք, թե ներկայացման, թե հետագա գործունեության հետ կապված։ Երևի թե միակ բանը շնորհակալությունն է թատրոնին, որովհետև թատրոնը մեզ շատ ջերմ ընդունել է, շատ ջերմ արձագանք է տվել եւ որպես ռեժիսոր դեբյուտ է, թե էլի եք ներկայացնում։ Դեբյուտ չի։ Ունեմ նաեւ ուրիշ ներկայացումներ։ Այս կազմի հետ ինչպես որոշեցիք աշխատել։ Այս կազմի հետ աշխատանքը սկսվել է հրավերից, ինչպես սկզբում նշեցի, որովհետև իրենք 4-րդ կուրսում էին սովորում եւ պիտի ավարտեին եւ դիպլոմային աշխատանք էր, որը արդեն Եվս մի հարց եւ ավարտենք հեշտ էր աշխատել Դավիթի հետ դերասաններ։ Շատ ինձ համար շատ ու կարող եմ ասել, որ եւս մեկ անգամ կուզում նաեւ այլ պրոյեկտի շրջանակներում աշխատել, շատ հետաքրքիր է եղել մեր մտածողությունն էլ բոլորիս եւ մեր Դավիթի մտածողությունը կարելի է ասել շատ նման էին, իրար բարդություններ գրեթե չենք ունեցել։ Ես կասեմ այն առումով է շատ հետաքրքիր եղել եւ շատ հավես եղել, որ Դավիթը այլ ռեժիսորների նման չի ասել, որ ես այսպես եմ ասում վերջ։ Ես այդպես եմ տեսնում, հա։ Ինքը անընդհատ ընթացքում լսել է նաև մեր ինչ-որ առաջարկները, դրանք կլինեին հիմար առաջարկներ, թե մի քիչ նորմալ, ու այսինքն մեզ լսելով փորձել է մեր հետ կոմպրոմիսի գալ ու շատ հետաքրքիր բան է ստացվել։ Այդ կոմպրոմիսի արդյունքում քննարկումների արդյունքում մեզ մնում է հերոստատիտողինել, մեզ էլ ասել, որ պետք է գնալ մեկ անգամ նայել, որովհետև այսքան պատմեցինք, ես թվում է դիտելուց հետո արդեն կհասկանանք ինչի մասին են ձեր էմոցիաները, որոնք դուք այսօր մեզ փոխանցեցիք։ Էլի բաներ կհասկանան, դեպ հունիսի 19-ին գալով կհասկանան, թե ինչու է այդ տարածքում հենց, ինչու է այդ ժամին հենց իշերվա ժամին, որոշ բաներ ուղղակի չասացին։ Հակագծերը չենք ուզում բացել։ Ամենաշատը կարծում եմ պարզեր ժամի հատվածը, մնացածը
Պետք է գալ եւ տեղում հասկանալ։ Շնորհակալություն։ Սպասեմ։ Հաջողություն ենք ձեզ մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք բեմադրիչ Դավիթ Խալաթյանի, դերասաններ Նելի Խաչատրյանի եւ Պաշ Ամիրխանյանի հետ, իսկ մեր զրույցի առանցքում նոր ներկայացումն էր Winehouse, որը այնքան էլ գինետան մասին չէ, հունիսի 19-ին կիմանաք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Մնացեք մեզ հետ։